Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Ֆլորիդայում շուրջ 3 ժամ է տևել։ Բանակցություններից հետո նրանք հայտարարել են Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին զգալի առաջընթացի մասին։ Սակայն կողմերն ընդգծել են, որ գլխավոր հարցը տարածքային խնդիրը, ներառյալ Դոնբասի կարգավիճակը, շարունակում է մնալ չլուծված։ Բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը հիանալի հանդիպում են անցկացրել և մեծ առաջընթաց գրանցել։ Ավելի լավ ու ավելի ենք մոտենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի կնքմանը, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ 95%-ը համաձայնեցված է։ Բայց Թրամփը նաև ասել է, որ տարածքային հարցերի շուրջ համաձայնություն այնուամենայնիվ դեռ չի կայացվել։ Այս հարցը լուծված չէ, բայց լուծումն ավելի է մոտենում։ Սա շատ բարդ հարց է։ Կան 1 կամ 2 շատ խնդրահարույց կետեր, սակայն կարծում եմ մենք առաջ ենք ընթանում։ Սա մեկ օրում կնքվող համաձայնագիր չէ, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով, եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հնարավոր է որոշումները կայացվեն առաջիկա շաբաթներին։ Եթե գործընթացը դժվար լինի, գուցե ձգձգվի, իսկ եթե իրավիճակը վատանա, համաձայնություն չի լինի, եզրակացրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնբասի մոտ 90%, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի շուրջ 75%-ը այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ են։ Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ Կիևի վերահսկողության ներքո են, իսկ Կիևը պնդում է, որ այդ հատվածը վերածվի ազատ տնտեսական գոտու, ասել է նախագահը։ And that includes with President Putin before. Վլադիմիր Զելենսկին բանակցություններից առաջ հանդիպումը բնութագրել էր որպես տարվա ամենաակտիվ դիվանագիտական օրերից մեկը։ Նա ասել էր, որ շատ բան կարող է որոշվել արդեն 2025-ի ավարտին։ Իսկ հա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկրի համար երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին առանցքայինը անվտանգության երաշխիքներն են, ոչ թե տարածքային հարցերը։ Military dimension 100% agreed. Prosperity plan being finalized and we also discussed the sequencing of Զելենսկու խոսքով Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան անվտանգության երաշխիքներն ամբողջությամբ համաձայնեցրել են։ Իսկ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Եվրամիության միջև դրանք գրեթե համաձայնեցված են։ Զելենսկին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ 30-ից 50 տարի ժամկետով։ Այժմ քննարկվում է 15 տարվա երաշխիքների տարբերակ երկարացման հնարավորությամբ։ We agreed with President Trump that he will host us and Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը ներկայացնելու հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է անհրաժեշտ։ Հանրաքվեն ընդամենը տարբերակներից մեկն է։ Հնարավոր է նաև հարցը ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը։ Եթե ծրագիրը հասարակության համար լինի ոչ միանշանակ, որոշումը պետք է կայացնի հենց հասարակությունը, որովհետև սա ուկրաինացիների հողն է, ոչ թե մեկ մարդու, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը խոսել է նաև առաջիկա հանդիպումների մասին, ասելով, որ երկու երկրների Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցող թիմերը հանդիպելու են առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ավարտին հասցնեն քննարկումները ամենախնդրահարույց հարցերի շուրջ։ Thank you, Mr. President. Thank you so much. Ռուսաստանի համար Դոնբասի հարցը մնում է գերակա։ Թրամփ-Զելենսկի հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ռուսաստանի նախագահը կոչ է արել հետևելու Անկորիջում ձեռք բերված փոխըմբռնումներին։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ ասել է, որ Կիևը համարձակ ու պատասխանատու քաղաքական որոշում պետք է ընդունի Դոնբասի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ առկա իրավիճակում այդ որոշումը նպատակահարմար է ընդունել առանց հապաղելու։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը։ Ռուսաստանը ցանկանում է տեսնել Ուկրաինան հաջողակ, ասել է Թրամփը, հավելելով, որ Պուտինը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարելու Ուկրաինային շատ ցածր գնով։ I think both presidents want to make a deal. I believe that I'm going to brief you on it. Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ համաձայնության են հանգել Զապորոժիեի ԱԵԿ-ի շուրջը տեղակայված հրադադարի հարցում։ Այս մասին էլ հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Եվ Դոնալդ Թրամփը, եւ Վլադիմիր Զելենսկին խոսում են շաբաթների մասին, որոնց ընթացքում խաղաղության համաձայնագրի հիմնական չափորոշիչները կարող են հստակեցվել։ Միաժամանակ Թրամփը չի բացառել անկանխատեսելի խնդիրների առաջացումը, նշելով, որ յուրաքանչյուր կետ կարող է խաթարել ողջ համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում հավանական է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում, ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը անձամբ է հայտնել նման հանդիպման ցանկության մասին։ Միևնույն ժամանակ Դոնբասի շուրջ կողմերի կտրականապես տարբեր դիրքորոշումները բանակցային գործընթացը պահում են բարդ եւ զգայուն փուլում։ Ըստ վերլուծաբանների, այժմյան գործընթացների լուրջ առավելությունն այն է, որ աղմկոտ, բայց կառուցողական դիվանագիտություն է ընթանում, որտեղ անվտանգային երաշխիքները, տնտեսությունը, հրադադարը եւ հումանիտար հարցերը քննարկվում են միաժամանակ։ Սակայն նրանք կարծում են, որ Դոնբասի կարգավիճակի հարցը կմնա ամենախնդրահարույցը եւ դրա շուրջ վերջնական որոշում կկայացվի միայն ապագայում, որոշակի քաղաքական գործընթացների հետևանքով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թրամփ-Զելենսկի հանդիպմանը, ասել է, որ այսպես կոչված կամավորների կոալիցիային մաս կազմող երկրները հունվարի սկզբին կհավաքվեն Փարիզում։ Մակրոնը նույն առաջընթացի մասին է խոսել, շեշտելով անվտանգության երաշխիքները։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։